Ողջույն բարեկամներ, իրավի շատ հետաքրքիր, շատ ծանր, բայց միևնույն ժամանակ նաև շատ հետաքրքիր ժամանակներ ենք ապրում մենք։ Ոնց ուզում եմ հիշեմ, անցած 30-35 տարիների ընթացքում մենք այսպիսի խիտ գերլարված եւ վտանգավոր եւ միևնույն ժամանակ ուսումնասիրողի համար հետաքրքիր շրջան ես չեմ ունեցել։ Վատ եւ լավ իմաստներով, որովհետեւ այս ամեն ինչ որ կատարվում է մեր շուրջ, մենակ ծույլերի համար չի լինի դաս, հա, մենակ ծույլերը դասեր չեն քաղում, այն ինչ որ հիմա կատարվում է։ Եվ այն ինչ որ ես հիմա տեսնում եմ մեր շրջապատում, մեր ընկերների մեջ, մեր նույնիսկ ես ասեմ համակիրների մեջ կամ հետևորդների մեջ, էլի ինձ զարմացնում է։ Ինձ զարմացնում է եւ միշտ բերում է նույն մտքին, որ լավ դասատուն շատ կարևոր բան է։ Լավ դասատուն այն չի, որ դասը լավ է սովորացնում։ Լավ դասատուն նա է, ով կարողանում է դիմացինին սովորեցնել մտածել, որպեսզի ինքը խնդիրները ոչ թե տեսնի հենց այս իրավիճակի շրջանակներում, այլ ինքը ունենա այն ունիվերսալ գործիքները, որոնք ինքը կարողանա օգտագործել ունիվերսալ իրավիճակներում։ Այսինքն դասատուն ստիպված չլինի բացատրել նույն բանը տարբեր դեպքերի համար։ Մինչդեռ շատ ժամանակ մենք ստիպված ենք դա անել։ Այսօր Ալեքսանդր Վարպետյանն այսպես մի հատ նկար էր տարածել, ֆենոմենալ ես կասեի, ճշմարտությունը վերնագրով։ Այս ճշմարտությունը այսպես դաժան բան է։ Կրակների միջից դուրս եկող, մասամբ այլվածքներով, ոչ լիարժեք երբեք իր դեմքով, որովհետև իր դեմքով ինքը ուղղակի այդ հնարավորությունը չունի դուրս գալու շատ ժամանակ, որովհետև բոլոր կողմերից կրակները շատ է։ Հիմա ի՞նչն է մեր խնդիրը։ Փախնել կրակներից, թե ամեն դեպքում մնալ միակ ապահով տեղը, միակ ապահով բանին ցենց խարսխված, որը ճշմարտությունն է։ Հավատացեք, ճշմարտությունից այն կողմ ապահով տարածք չկա, գոյություն չունի, որովհետև քայլ այն կողմ արդեն սկսում է ուրիշ մի վիճակ։ Հա, ասում է մեղադրականը, ասում է մեղադրական, չէ, բամբասելը, ոնց որ կեղտոտ մեղադրանք հնչեցնելը սուտ։ Դա ասում վախկոտի վրեժխնդրությունն է։ Հավատացեք, այնտեղ տարբերությունը շատ չի, որովհետև ճշմարտությունից հեռանալուց հետո մնում է միայն դա, որպեսզի դու ապացուցես փոքրիկ սուտը, հետ ավելի մեծ սուտը եւ քեզ բերում է մի վիճակ, որ դու արդեն ստիպված ես մեղադրականներ ներկայացնել ամբողջ կեղծիքի շրջանակում, որը հենց ինքը վախկոտության բնորոշումն է։ Մենք խոսացել ենք այդ մասին, չէ՞, որ սուտ խոսել ընդհանրապես, դա վախկոտի մենաշնորհն է։ Եվ այսպես ինչու՞մն է բանը։ Այս ընթացքում ես նայում եմ մեր ընկերներին, մի մասը գոհ է մոլաներից, մի մասը դժգոհ է, մի մասը հասկանում է, որ մոլաների մեջ չի խնդիրը, բայց չգիտես ինչի բոլորը խոսում են մոլաներից եւ ամենակարևորը չեն նկատել կարծես բոլորը։ Ես հիմա ցիտում եմ գերագույն գլխավոր ակնքին։ Եկեք պայմանավորվենք, ինչ էլ որ պատահի, մենք մեզ պարտված չենք զգալու։ Այս խոսքերով սկսվեց 44 օրյա պատերազմը։ Հասկացողները միանգամից հասկացան, որ պատրաստվում է մի մեծ դավադրություն, որին մեզ հիմիկվանից պատրաստում են պարտության, որին մեզ պատրաստում են հիմիկվանից եւ ասում են պայմանավորվենք, որ մենք այդ վիճակով մեզ ված չենք զգալու։ Դա շատ դժվար է այդ օրերին բացատրել մարդկանց, որ եղբայր, սա քարոզիա պատերազմի շարունակությունն է, ու այդ մասին հայտարարվեց ի սկզբանե։ Հիմա ինչի սա հիշեցի, ինչի սա մեջ բերեցի, նույն բանը ասեց Նետանյահուն։ Նույն բանը։ Հիշում եք ինչ ասեց։ Ինչպես արդարացրեց իր հարձակումը Իրանի վրա, որ իրենց սուրբ գիրքն ասում է, որ եթե մտածում ես կամ կարծում ես, որ թշնամիտ պիտի հարձակվի քո վրա, առաջինը դու նրան սպան։ Այսպես սկսվեց, այսպես արդարացվեց Իրանի նկատմամբ ագրեսիան։ Թվում է, թե տրամաբանություն կա մեջը, բայց վտանգավոր տրամաբանությունը ով տեսավ այստեղ։ Վտանգավոր տրամաբանությունը նրա մեջ է,
որ հանցանքները սկսվեցին հղումներ կատարվել եւ արդարացվել հрьяաների սուր գրքով, որը նույն 5 կտակարանն է, որ իրենք ասում են Տորը։ Այսինքն ի՞նչ է նշանակում։ Իսկ դու գիտեք ինչ էր կա գրած այդ նույն 5 կտակարանի մեջ։ Բացեք, կարդացեք եւ սպասեք ապագա պատերազմներին, ապագա կոտորածներին, որոնք էլի հղում կատարելով այդ սուր գրքի իրենք արդարացնել են։ Ու դարձավ մի բան պրակտիկա, նորմալ պրակտիկա աշխարհում, առնվազն գոնե իրենք այդպես են հիմնավորում, որ այն ինչ որ նորմալ է եւ գրված է իրենց սուրբ գրքի մեջ, որ չգիտեմ ինչի շատ հայերի համար դա էլ է սուրբ գիրք, ուրեմն դա իրականությունն է եւ դրանք որպես ընտրյալ ազգ դրա իրավունք ունեն իրականացնելու։ Դե ես հիմա խոսքս ուզում եմ հղեմ այն մարդկանց, որոնք չեն սիրում մոլաների իշխանությունը։ Ես կարամ հասկանամ մոլանի իշխանություններին ինչի կարելի է չսիրել, հա, ժողովրդավարական մեթոդների բացակայություն եւ այլն, շատ բաների համար։ Բայց այս պատերազմի մեջ մեղադրել մոլաների եւ չնկատել, չլսել ուղիղ ասված խոսքը, այն ինչ որ Փաշինյան Նիկոլն ասեց 44-օրյա պատերազմից առաջ, ուղիղ ասելով նպատակներն ու վերջնական փուլը, ու պետքա գա հասնի։ Ու դա միակը չէ, եղել է բազմաթիվ հայտարարություններ, որոնցից կարելի է հասկանալ, ու այսօր կարելի է հասկանալ, այս ամեն ինչը ուր է տանում, բայց աղ, ես դրամա սկսեցի հաղորդումը դրանով, որ լավ դասատուի եւ վատ դասատուի տարբերությունն ինչու՞նն է, որ վատ դասատուն, ու ճակերտավոր, հա, վատ դասատուն, ինքը սովորացնում է առարկան, լավը սովորացում է մտածել։ Բա մենք հիմա ինչ անենք, որ մենք ազգովի դառնանք, ունակ լինենք մտածելու, լսելու, տեսնելու եւ հասկանալու, ինչը ասվում ի սկզբանե, ինչ ասեց Փաշինյան Նիկոլը, ինչ ասում ամեն նոր Փաշինյան Նիկոլը, եւ ինչ ասեց Նետանյահուն, եւ ինչպես է արդարացնում իր արդեն կատարած հանցագործությունները եւ ապագա հանցագործությունները ինչպես է, ինչով է հիմնավորելու, արդեն փորձը կա, հղում սուր գրքի։ Հիմա այստեղ ինձ ասեք տեսնեմ, ով է կրոնական մոլերանտը։ Այս պարագայում ով է կրոնական մոլերանտը։ Մոլաները, թե իրենց սուրբ գրքի անունով անվան տակ ժողովուրդներին կոտորողը։ Իդե այդ ըստ այս սուրբ գրքի, ով հրեա չի, կենդանի է։ Գոյ, որոնց սպանելը մարդասպանություն չի համարվում։ Այն որ ասել են մի սպանիր, դա հրեաներին է վերաբերում, դա գոյերին չի վերաբերում, հակառակ գոյերին պետքա սպանել ու դա քարոզվում է, ու դրա մասին էլ է գրած։ Մի ալարեք, մի ծուլացեք, բացեք այդ 5 կտակարանը, մի 50-60 էջ, որ դուք կարդաք, դուք մի քանի գիշեր սարսափից չեք քնի, կփակեք ու կհրաժարվեք երբևէ դրան հղում կատարելու։ Ու դուք կհասկանաք ինչու՞մն է էությունը այս բոլոր պատերազմների, որտեղից է գալիս այս ամեն ինչը։ Բացեք եւ կարդացեք, ու վատը գիտեք որն է, որ սրան հղում է կատարվում պետության վարչապետի մակարդակի, ու աշխարհը չի հասկանում, այս ինչին հղում արվեց, սահմանադրությանը չէր, միջազգային օրենքներին չէր, հա, քաղաքական վերլուծություն չէր, սա հղում էր իրենց գրքին, որը իրենցն է, մերը չի։ Եվ իրենք տենց արդարացնում են ամեն ինչ, ու փաստորեն մեր հասարակության մեջ մարդիկ մեծամասնամբ առանց նեղացնելու եմ ես ասում, չեն լսում, չեն ուզում լսել, որովհետև ատում են մոլաներին։ Լավ, ատենք մոլաներին, բայց մենք ոչ կարող ասենք, որ այդքանի որ մենք մոլաներին ատում ենք, պետքա ցանկացած երկիր իրավունք ունենա ռմբակոծել Իրան եւ սպանել մարդկանց, գիտնականների ընտանիքներով, ռազմական ղեկավարների, որոնք ոչ մի ագրեսիա չեն իրականացրել։ Մտածել ոնց են կրոնական առաջնորդին սպանում կամ առաջնորդներին։ Ինչա ուղղակի նրա համար, որ մենք նրանք իրենց չենք սիրում։ Բայց միևնույն ժամանակ ուզում եք, որ մեզ նկատմամբ նույն բանը չանեն։ Ու ես հիմա որ նայում եմ այս ամեն ինչը ոնց է արդարացվում, ոչ միայն մեր կողմից, մեր ճանաչած մարդկանց կողմից, այլ սոսկալի մի բան ասեմ, ամբողջ ուկրաինական մեդիայի կողմից, եւ ուզում եմ հարցնեմ հələ մեկ վարքյան, ուղղակի մեկ վարքյան։ Կասեք խնդրում եմ,
Ինչու օրինակ Իսրայելին կարելի է հարձակվել հիմնավորելով, եթե ես չհարձակվեի ինձ է սպանելու ինքն է հարձակվելու, այլ օրինակ Պուտինին չէր կարելի հարձակվել Ուկրաինայի վրա, ընդ որում նույն հիմնավորմամբ։ Ապացուցում էին Ուկրաին բանը, Լուկաշենկոն էլ ցույց է տալի, ասում է, ես հիմա ցույց կտամ, որ դերից պետք է հարձակվեին։ Ինչի օրինակ Նետանյահուին կարելի է, Պուտինին չի կարելի։ Ինչի նա անունը Նետանյահուն Պուտին, հա, որն է տարբերությունը, որ դուք բլոգերներով համարյա մեծ մասը հրեաներ եք, Նետանյահուն հրեա, հենց մենակ դրա համար ինքը իրավունք ունի անել այն ինչ որ արգելված է Պուտինի, չնայած Պուտինը մի հրեա է, Պուտինն է։ Կեսով գում է։ Որտեղ է լոգիկա։ Կամ մենք բոլորս գիտենք ապացուցված փաստ, որ Պուտինը գողացել է երեխաների։ Ընդ որում, հիմա բանակցություններ է գնում, նա խոստովանում է, որ երեխաներն իրաց մոտ են, վերադարձնի ինչ-որ զինվորների նկատմամբ 3 տարի հետո։ Նետանյահուն սպանել է այդ երեխեքին։ Սպանել, նա չի կարող ոչ մի բան վերադարձնի, ոչ մի բանի դիմաց։ Ընդ որում երկուսն էլ ճանաչված են միջազգային հանցագործ Եվրոպայի դատարանի կողմից, որի որոշման այդքան դուք սպասում եք, որ Պուտինը միջազգային հանցագործ է, նրա հետ չի կարելի ձեռք սեղմել, բլա 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 բլա, բայց մեկ էլ նույն դատարանի, նույն որոշման, նույն բանի համար որոշում կայացած Նետանյահուն չի մտնում այդ մարդասպանների մեջ ինքը լավն է, իրան կարելի էր, ասիկին իրան կարելի երեխեքին սպանել, Պուտինը որ երեխեքին դեռ չի սպանել, Պուտինը հանցագործ է։ Չի սպանել, չէ՞, երեխեքը կան։ Գողացել է, նա հանցագործ է, խոսք չկա դրա մասին։ Սպանողը փաստորեն հանցագործ չի, գողացողը հանցագործ է։ Դե ինձ ասեք տեսնեմ։ Կա մեկը դեռ որ զարմանում է, թե ինչից է որ աշխարհում այսքան տրագեդիա կա, այսքան ողբերգություն կա, այսքան կրկնակի ստանդարտներ կան, այսքան անարդարություն կա, ճակատագիրը, այս կողմից չրփում է, այն կողմից չրփում է։ Մի հատ կարեք ասեք, դեռ դուք զարմանում եք, իսկ ես պնդում եմ, այս ամեն ինչ արել են հենց մարդիկ իրենց ձեռքերով, իրենց վերաբերմունքով, իրենց կրկնակի ստանդարտներով, իրենց կեղծ երեսպաշտությամբ։ Ոնց կարող ես ամեն ինչ անել դեպք անցնել։ Ու դեռ ինչ է պետքա լինի։ Բա ինչ ենք ուզում։ Բա ինչ ենք ուզում, ասենք, անենք ինչ ուզում ենք, ինչ մտնելով գալիս է, ու այս ամեն ինչ առանց պատասխան մնա, չի լինում։ Չի լինում, հարազատներ ջան։ Վերադառնում են լավ ու վատ դասատուին։ Եթե մեկը չի կարողացել իր երեխային ընկերոջի, չգիտեմ, մեկին, որի նկատմամբ պարտականություն ունի դասիրակելու, որ գիտես օրենքը եւ ընդհանրապես բարոյականությունը պատգամները ունիվերսալ են։ Չի կարա մի դեպքում աշխատի, մի դեպքում ոչինչ, եթե մենա, թո չաշխատի։ Հա? Մենա իր նկատմամբ չի աշխատի։ Նետանյահուն մեր շունն է, մեր հրեան է, իր նկատմամբ չի աշխատի, բայց այնի վատ հրեա, այնի ասենք Ռուսաստանի հրեա, չէ՞, երկուսն էլ Ռուսաստանի հրեա են։ Զելենսկին էլ հետա։ Դες ոնց կլինի դա։ Դուք հիշում եք, որ ես երեք դրեցի մի քվեարկում կներեք, որտեղ երեկվա վիճակով 500 հոգի էր մասնակցել եւ 500 հոգուց 74%-ի համար Փաշինյան Նիկոլի գործողությունները բխում էին թշնամու շահերից, 10%-ի համար Փաշինյանի գործողությունները բխում էին, որովհետեւ նա հիվանդ է, պատճառը հիվանդությունը, եւ ընդամենը 16%-ի համար էր, որ նա գործողություններ բխում էր Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսօր ունենք 10,000 քվեարկող։ Տեսեք, ես ասում եի, չէ՞ որ 500-ի դեպքում էլ, 10,000-ի դեպքում էլ շեղումները շատ չնչին է լինում։ Մի անգամից պատկերը կարելի է 1000 քվեարկություն ունենալ, 1000 հոգի, նույնն է լինելու ինչ 100,000-ի պարագայում։ Եվ մենք հիմա ունենք 10,000 հոգի մասնակից եւ 73%-ի կարծիքով Փաշինյան Նիկոլի բոլոր գործողությունները բխում է թշնամու շահերից եւ 9%-ի կարծիքով նա ուղղակի հիվանդ է։ Ճիշտ է։ Եվ 18%-ն է մտածում, որ նրա գործողությունները բխում են
Հայաստանի շահերից։ Ես այդ մոտապես տենց էլ ասել եմ։ Դո մաքսիմում 20 լինի, նույնիսկ 20 լինի, դա ոչ մի բան է։ Հանրապետության 80, եթե գումարենք իրար, 82%-ի կարծիքով Հայաստանի գործողությունը չի բախում Հայաստանի շահերից։ Մեկը մտածում է հիվանդ է, շատ չնչին տոկոսը, բայց 73%-ը վստահ է, որ դա թշնամու համար է աշխատում։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ, ուզում ես ժպտա, ուզում ես ընդ կապիկություն արա, ինչ ուզում ես արա, դու Հայաստանում ոտ դնելու տեղ չունես։ Մի հատ ոտ դնելու տեղը քո ենիչերիների գումարտակն է, որին հեսա քիչ-քիչ անդրադառնալու ենք։ Եվ այսպես։ Մինչ Փաշինյան Նիկոլը բանում է, Թուրքիայում է, Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը արձելում է Ծիծեռնակաբերդ։ Պատկերացնում եք, Լեհաստանի Սեյմի Հայաստանի բարեկամական խմբի ղեկավարը այցելել է այսօր Ծիծեռնակաբերդ, ուսես ոնց նայում եմ մի հատ հայ չկա միջներ։ Իրանցով գնացել է, ջան ասել, ջան ասել։ Ինչի՞։ Որովհետև Հայաստանի ղեկավարության համար արգելված է Էրդողանը չի թողում, Ալիևը կջղայնանա։ Պատկերացնում եք, Հայաստանում Հայաստանի կառավարությունը օտար երկրի հյուրերին չի ուղեկցում Ծիծեռնակաբերդ։ Հետո 18%-ը, որ մտածում ես ամեն ինչը Հայաստանի շահերից է, մի օր պետք է զարմանա։ Այս աղետը ինչի եկավ իրաց գլխին։ Ոնց եղավ։ Այդտենց եղավ։ Յո, այդտենց։ Ու դեռ ինչ է պետք է լինի։ Ու ոչ մեկ թող հարց չտա ոնց եղավ։ Այն ինչ որ լինում է մեր հետ, ընդհանրապես աշխարհում, մենք դες կար ժամանակամիջոցում ենք նայում, այս ինչ որ ինձս կատալ, հասկանում ենք, որ այսքան մեղքի տակից դուրս գալ կլինի։ Դե ճակատագիրը ամեն մեկի դեմը մի ձև բերում է։ Խնդրեմ։ Մինչ գերագույն գլխավոր դավաճանն ու կապիտուլյանտը Էրդողանի ոտերի տակ թավալ է տալիս Ստամբուլում, իր տունը, ամայի տունը հսկում են Հայաստանում ժողովրդի հաշվին, ապրողներին աշխատավարձ ստանող, նրա հաշվին պարգևատրվող, որպեսզի նրան հնարավորինս բոլորը որ կերեքեն ու դավաճանեն, վաճառեն Հայաստանի ոստիկանություն չեմ ուզում ասում, ենիչերիների գումարտակները, ենիչերիների անհայրենիք, անուղեղ, անկրթություն, անհեռանկար, անապագա, մի խոսքով, անհայրենիք մարդկանց խմբերը։ Եվ ասում են, այս օրերին ԱԱԾ-ից սկսած մինչև վերջին համազգեստավոր համար մեկ վիճակի է, որոնց չլինի Փաշինյան Նիկոլը հետ գալու տեղ չունենա։ Որովհետև ես երեք ասում եմ, չէ, կախված նրանից ինչ կլինի Թուրքիայում, ինչ այնտեղ կբլթցնի, ինչ դուրս կտա, դրանից կախված կլինի Հայաստանում ինչ արագությամբ կզարգանան իրադարձությունները եւ մեկի վերջո կհասկանանք Սամվել Կարապետյանը ինչի երկու ամսով բանտարկեցին։ Բայց սա չի փրկելու։ Սա չի փրկելու։ Ես այս փողոցում կանգնածներին ուզում եմ մի բան իմանալ։ Վաղ օրը գալու է, դուք ամաչեք այդ համազգեստներից։ Դուք խնդրեք, ասեք ինչ կլինի։ Մենք էլի պատրաստ ենք ոստիկանությունում աշխատել, բայց այս համազգեստը փոխեք էլի, որովհետև այս համազգեստի մեջ ով տենում է մեզ աշխարհի անեծքն ու հայոյանքը տալիս է։ Այ հիմիկվանից եթե լիներ, տեսեք, պետք չի ապստամբություն, զինված, այս կոմենկով։ Եթե ամեն մեկը մի հատ համազգեստավորի տեսնելուց թուքումուր, որը, չեմ ասում, որ թքեք երեսին, դա մենակ կարա ազգային ժողովի նախագահանի, այն էլ եթե ինքը թիկնապանելով է։ Հա դու կարող եք ուղղակի բառացի ասել են ինչ որ մտածում եք իրենց մասին եւ իրենց ֆունկցիայի մասին այս երկրում։ Եթե այդքան մասով մենք մեր մասը անենք, մի մասով մենք մեր մեղքերը քաղած կլինենք, այն մյուս մասով վստահ եղեք, դա անպայման էֆեկտ կունենա։ Եթե օրական 50-60 հազար միջին հաշվով այս հաղորդումները որ նայում է մեր ընկերները, որից կես առնվազն 25-30 հազար Հայաստանում են նայում։ Եթե 25-30 հազար մարդ օրական մեղմ ռեժիմով սրանց հետ աշխատել ուղակի, հա, ոնց որ մենք էինք ժամանակին աշխատում։ Հա, որտեղ մեկ միտինգ կլիներ, բախում կլիներ, սրանց վրա աշխատում ենք մենք։
որտեղ որ բաժինը տանում էին, դերս մենք բանի ձեռքերի վրա ենք ցես գալիս։ Այսինքն հեղափոխված մեզ ուղարկում էին, իրանք հեղափոխված մեզ ուղարկում էին տուն։ Գլուխները կախ, ամաչելով, որ Սերժիկի այս ռեժիմի համար, այն էլ Սերժիկ է, որ սա համատած Սերժիկը բամբակ էր։ Սերժիկը գոնե ազգ չէր ծախել, Ղարաբաղ չէր ծախել, դու ոչ մեկին չէր կար ասել, էսի թուրքի գործակալա։ Սերժիկին դեսման չէր կար ասել։ Ոքի ասում եք արա անգեջ ջան, մենք քո իրավունքների, քո ապրելու իրավունքների համար ենք պայքարում։ Քո այն ինչ որ անում ենք, քո իրավունքների, քո շահի համար ենք անում, միակ ամաչում են դրանց։ Հիմա այտենց դեպքում պետք է արա քո կյանքի համար է այս ամեն ինչը։ Կյանքի իրավունք, բան, սա դու մեկ մի կողմ։ Արա կյանքիդ որ դու վաղը մոլլայի նամազից չարթնանաս։ Elə եթե բախտդ բերի, որ դու կենթանի մնաս, որ դու արթնանաս, որովհետև դա էլ է հարցը, դու կենթանի կմնաս, թե չես մնա։ Եթե 25-30 հազար առնվազն օրական գոնե սրանց վրա աշխատել փողոցում, այլ պատկեր կունենանք, հասկացեք, մեր գործը այլ մարդ չի անելու, ոչ մեկ չի անելու, ոչ Իրանը, ոչ Իսրայելը, ոչ Ռուսաստանը, ոչ Ամերիկան, ոչ մեկ, դա մեր ընտանիքն է, դա մարդ ոնց որ սպասի իր տունը, կեղտոտ լինի, սպասի, որ հարևանը պետք է ինքան հոգնի, զզվի այդ կեղտից, որ գա նաև մեր տունը մաքրի, հասկանում եք։ Հետո դուրը բացենք, ասենք, գետինը չես մտնում, հե, չեք տենում իմ տանետի մեջ, ինչ կեղտ է իմ տան մեջ, հա։ Մոտապես նույն բանն ենք մենք, անում ու ակնկալում դրսից։ Գնանք առաջ։ Եվ այսպես։ Ճիվաղը, տեսեք, հիշում եք այն բանը ասում այս խոսքին վերադառնամ, որ կեղծ մեղադրանքը դա ստդուկների, վախկոտների բանն է, վրեժխնդրությունն է, այս անն է հիմա։ Ասում եմ մոմ բարեցի Ստամբուլից Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Բայց չի ասում, որ յան նույնիսկ չեն էլ օգնել, չեն էլ ընդունել։ Եվ այսպես Պոլսո պատկերականների հոգևորականները հրաժարվել են հանդիպել Փաշինյան Նիկոլից, բայց ինքը գրում է, ես մոմ եմ վառել։ Հա, բայց որտեղ ես վառել, ով է քեզ, ով է այդ որտեղ ես վառել, ով է քեզ այդ ուղեկցել, ով է քեզ ընդունել։ Պոլսո պատրիարքարանը հրաժարվել է ճիվաղի հետ հանդիպել։ Շնորհակալություն Պոլսո պատրիարքարանին։ Ես կարծում եմ, այս վերաբերմունքը պետք է լինի համահայկական։ Համահայկական, այսինքն ուրիշ ձև չի կարող լինել։ Ուրիշ ձև չի կարող։ Այսինքն մենք չենք կարող ուրիշ ձև լինել, հետո պահանջել ուրիշ վերաբերմունքներ նկատմամբ։ Որ նույնիսկ թուրք վերլուծաբաններն են հասկանում, որ Փաշինյան Նիկոլը խախտել է խոստումը, ընդ որում խախտել է իր խոստումները բոլորի նկատմամբ։ Այսինքն ով է սա։ Սա մեկն է, որ խաբել է բոլորին, եւ ներսում, եւ դրսում։ Այս մի բան է, որ գիտեք, այս քանի որ սրանք մտավոր իրաց ունակությունով միաբջիջ են, ասենք միաբջիջ, միաբջիջ, ոչ մի բան, ամեոբա։ Սա ստվում է այն ինչ որ իրանք անում են Հայաստանում, ինչ որ խոսում են, ոչ մեկ չեն լսում, ոչ միտեղ չեն լսում, չգիտեն, ոչ էլ հասկանում են, ոչ էլ ուշադրություն են դարձնում։ Չէ, այդպես չի։ Այդպես չի, որովհետև ով պետք է ինքը օրական զեկուցում Հայաստանում ինչա կատարվում։ Օրական, սս պապկի մեջ գրում է, իր կոնսպեկտանում տանում դնում է հատուկ միտեղ, ասում է, ինչ որ կատարվեց Հայաստանում։ Հետո որ ուզում են հայտնան անալիզի համար ինչա կատարվել Հայաստանում եւ ինչը կան այդ անալիտիկ կենտրոնները, օրական իրենց հաշվետվությունները ցույց գրում են, տանում ներկայացնում են։ Ոչ մի բան անհետևանք չի մնում եւ չնկատված չի մնում։ Այն աստիճան որ բոլորն են հասկացել, որ այս տխմարը նույնիսկ Էրդողանն է հասկացել։ Հələ սրանց հրճված ժպիտներ։ Ես ասեմ քեզ ձեզ բանը Արաբատ Միրզոյանը շատ անկեղծ է, over անկեղծ է, ասենց ասեմ, չափազանց անկեղծ է, այնքան անկեղծ է, որ նույնիսկ այդ անկեղծությունն էլ է կեղծավոր։ Որ ցույց տա ինքը ոնց է ուրախ Էրդողանին տեսնելուց։ Իսկ Էրդողանը գայլի նման նույն հայացքով նայում է եւ նայում է բոլորին։ Այնմատ Նիկոլի հայացքը նայեք ինքը ոնց է ուրախ նայում Արաբատին, թե Արաբատը ոնց է հապարտանում։ Ասենց վայելում եք, հիշում եք բանը
մեր կինում Միմինոն ասում օնի շտոյան ալիզել ասում իշտոյանին ա տեսել այս սյուարդեսկեն բորտովեցոյին ասում հանո իշտոյանը լիզել հիմա ոնց որ էսի իշտոյանին տեսածել են կողքին դեսս նայում որ վստահ լինի որ նա այդ իշտոյանին տեսած հայացքով է նայում Էրդողանին իսկ Էրդողանը հասկանում ա ում այդ գործ ունի այս հայացքով միջանոց այս ամեն ինչի համար գտեցին Սախրան Աբդուրահմանովը որ ինքը հպարտանում է Նիկոլով ասում մենք հպարտանում ենք ձեզանով պարոն վարչապետ Նիկոլի էջում ա գված բնականաբար իրանք էլ հենց պետքա ուրախանային իսկ Էրդողանի հայացքը նե այս այնքան խոսուն այնքան բարձր խոսող հայացք է բարձր գոռում է այս հայացքը որ ես մինչև Նյու Յորքում նստած իմ օֆիսում լսեցի այս ձայնը ես վստահ եմ դուք էլ եք լսում ես նայում այ բովոլնելի Այապուշ մեր եմ ասում ինքը կարող է մտքի մեջ ավելի վատ բաներ ասում ու ճիշտ է ասում Նիկոլի դեմքն էլ է շատ հանգիստ ուրախ ոնց որ բանը սեփական հորը տեսածն ես վստահ եմ որ սեփական հորը տեսնելուց սենց չես ժպտում որովհետև հերը գիտեր ինքը ով է որովհետև հերը պարզվում էր կարգին մարդ ասում էր գնացեք ձեզ համար կարգին վարչապետ ընտրեք դուք 50 եք տանում ձեզ գլխին պատուհաս Այս փաշնը Նիկոլ մտածում է որ բացարձակ ծառայություններ մատուցելով Էրդողան իրան սիրում է երևի այ ոնց որ Պուտինի բանը Թրամփի երազանքն էլ որ այնա որ Պուտինն իրան սիրի այսա նույն այս իդիոտիկ մոլորությունների մեջ է մեղմ եմ ասում իդիոտիկ մոլորությունների մեջ է բայց Փաշինյան Նիկոլի տրամադրությունը պետք է գցեն ճիվախ այ որփոնտեր Մեկ Հայաստանում ընտրություն անում է հայ քաղաքացի ու Էրդողանը քեզ ինչքան շատ սիրի այնքան վատ է քո համար Հայաստանում Իսում արդեն քո համար ահագին վատ է Հայաստանում իսկ դու հələ 1 տարի ունես ավելի վատ անելու այն ինչ որ բանում ես սովորաբար Այսպես մի հատ վիդեո կա Այսենց Էրդողանը բոլորին համբուրել է տալի, նա դնեն ճակատին։ Ինձ ուղղակի հետաքրքիր է մի բան։ Նիկոլը կամավոր էր համբուրել ձեռնել ճակատին, թե ապտակ ուտելուց հետո էր արել։ Շատ ինձ համար կարևոր է։ Այն որ ինքը արել է, ոչ մի կասկած, որովհետև դա Էրդողանի բանն է։ Եթե Էրդողանը իր ոչն է, իր ձևն է, ինքը սուլտանն է, եթե ինքը երեխային տարեց մարդուն դա անել է տալիս, տեսեք երեխային ու տալեցին, հա, ասիկն մեր օրենքներով, մեր որ ասում եմ արևելյան օրենքներով, հարգանքը տարեցի ու երեխայի նկատմամբ չքննարկվող է, չէ, բայց սա իրան, իր ձեռքը համբուրել է տալի եւ գլխին ճակատին դնել է տալի եւ երեխային եւ տարեցին, դες հետաքրքիր է։ Երեխաներ չեր ուզում աներ, ապտակի կերավ։ Դες հետաքրքիր է, Նիկոլը ապտակի կերել նոր արել, թե միանգամից արել է։ Ես վստահ եմ միանգամից են արել, ոչ միայն ինքը։ Ամբողջ թմով, ովքեր ընդեղ եղել են։ Ես մի քանի նկար տեսա։ Ես չեմ ուզում ձեր ժամանակը դրա վրա ծախսեմ, անալիզ անելու թնդեր ինչ էր կատարվում։ Ինչ պետք է կատարվեր։ Ետիվը գնացել էր հոլմոտ անտեշան նման, ոնց որ բանում Մոսկվայում էր, այսպես անկապ, այսպես շպրտած կողքի վրա, մենակ, այսպես վիզը ծառած, նույնն էլ ընդեղ էր, որ իրան ընդունելուց սկսած, հա, միջև վերջ, միջև հայացքը, ոչ մեկը ժպիտ չարել, ոչ մեկը սրա վերաբերմունքին, ասենց ասեմ, ոչ թե ժպիտին, ժպիտներ կարա կերսների, չէ, դեպքի վրա առնվազն բան է լինում, զգաստություն եւ հարգանք դիմացի նկատմամբ, որը ինքը ունի դա, երբ որ ասենք շփվում է Պուտինի հետ, երբ որ շփվում է ասենք, չգիտեմ, Թրամփի հետ կամ մնացածի, ինքը մի հատ ձև ունի, այս հին աղվեսը, էլի, ինքը կալում է ինքն իր մատուցի։ Սա Այսինքն դե ոնց որ հասնում էր, էլի։ Իսկ մինչ այդ ճանաչում եք ես գել տեսած ավանակին, ես նույն հայացքով է, բոլոր տեղ, սա վախը ոսկորների մեջ է, դուրս չի գալիս, ասում այսօր չկա ավելի ուժեղ ռեսուրս, քան վարչապետի Facebook-յան էջը, նույնս եմ կրկնում,
ավելի ուժեղ ռեսուրս չկա, քան վարչապետի Facebook-յան էջը։ Դուք մի զարմացեք։ Սա հումոր չի, սա fake չի։ Ամենաուժեղ ռեսուրսը վարչապետի Facebook-յան էջը։ Ես իրանց ինքը ճիշտ է ասում։ Սա իրանց ամենահզոր ռեսուրսն է։ Ոչ թե ռեսուրսը հզոր է, չէ։ Ուղղակի իրանց ամենահզոր ռեսուրսն է դա։ Վարչապետի Facebook-յան էջը։ Ու իրանք գիտեք ինչ, իրանք բոլոր իրանց ենթադրությունները երևի անում են հենց այդ Facebook-յան էջով։ Որտեղ լցված են բոլոր իրանց ֆեյքերը, մի քանի 100 հոգի կամ 1000, մաքսիմում 2000 հոգի։ Ջանասում ջան լսում են, ջանասում ջան լսում։ Մնացածին արգելափակում են։ Մաքրում են արագ-արագ։ Որովհետև եթե 5 րոպե չեն մաքրում, այնտեղի հայերակների տարապը հետո հնարավոր չի մաքրել։ Ոչ միայն մաքրում են, նաև արգելափակում են նրանց, ովքեր ուղիղ կարծիք ասող են։ Թողել են, մնացել են մնանք։ Ինքը որոնց ջանասում ջան լսում են, ջանասում եւ իրանց համար, այո, իրանց ամենաուժեղ ռեսուրսը Facebook-յան էջը։ Լսեցիք ԱԱՑ։ Դուք չեք իր ամենաուժեղ ռեսուրսը։ Դուք ընդհանրապես ռեսուրս չեք։ Դուք ծառա եք, ծառը։ Իր ռեսուրսը իր Facebook-յան էջն է։ Այ բայրակդարների դեմ ինքը Facebook-յան էջով է կռիվ տալու։ Չնայած իր Facebook-յան էջին չեն կրակելու, հայ ժողովրդի վրա են կրակելու պարագայում, ինքն էլ չի պատրաստում հայ ժողովրդին պաշտպանի, դրա համար էլ դա իր ռեսուրսն է։ Այո, ամենաուժեղ ռեսուրսն է իր։ Արդեն ես բաների մասին խոսացինք, մարտական համբատի մեկ վիճակին բերելու համար եւ այսպեսի մի հոդված կա։ Սամվել Կարապետյանը սպառնացել է պետությանը, թե քաղ բանտարկյալը։ Վերլուծել են, գնացել են, հասել են ում, այս նարկաման, այս ոչնչությանը եւ ինքը ինչ ասում։ Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեական գործողություններ տեղ ունեցան։ Մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են հա պետությունը սպառնում են։ Ես ինչ եմ ես կարծում։ Ինչպես հանրապետականներն էին անցել այս ոչնչությունները, Փաշինյան Նիկոլին նույնականացնում է պետության հետ։ Ժամանակին էլ բանն է, չէ, Սերժիկ Սարգսյանն էր պետությունը։ Այսինքն ով Սերժիկ Սարգսյանին դեմ էր, ասում է դու պետության դեմ ես դուրս եկել։ Հիշում եք հանրապետականներ։ Ես ուզում եմ հիշացնել։ Դե իհարկե դա շատ բան չէիք հասկանում դուք։ Դուք աշկ եք բացում են թալանից, որ դուք շատ բան հասկանաք։ Բայց հիմա անցել է տարիներ։ Լսում եք, ձեզ են ցիտում իրանք։ Արա ձեր ճտերն են։ Ձեզանից են սովորել, ձեզ են ցիտում, ասում են պետությանը։ Ինքն ասել է պաշտպանում եմ եկեղեցուն, ամեն ինչ կանեմ։ Կանեմ են ինչո չեն արել քաղաքական գործիչները, պետությանը սպանց։ Պետությունը Փաշինյան Նիկոլն է։ Ոնց է հանրապետականները։ Նույն բաները դուք եք կրկնում Սերժիկ Սարգսյանի ժամանակ։ Ես հիշում եմ մանավանդ Սասնա-Ծռերի ապստամբության ժամանակ եւ հետո, երբ որ տղեկը կալանավորվեցին, ոնց պետության դեմ, պետության դեմ զենք է դերձել, պետության դեմ, պետությունը Սերժիկ Սարգսյանն էր։ Տղեկ, եթե Սերժիկ Սարգսյանն էր այն ժամանակ պետությանը, ուրեմն պետությունը դարեք խոստովանեք, դուք հիմա առաջին հերթին, որ հիմա էլ պետությունը Փաշինյան Նիկոլն է։ Դե խոստովանեք։ Դուք չեք կարող ասել, չէ, այն ժամանակ պետությունը Սերժիկն էր, բայց հիմա Նիկոլ Փաշինյանը չի։ Չի լինում այդպես։ Իսկ ով դրա համար եմ ասում, դուք, որ նստած եք, ձեզ նստացել են խորհրդարանում, հենց դրա համար են նստացել։ Իրանք ցիտում են ձեզ, կրկնում են ձեր խոսքերը, ձեր միջոցներն են կիրառում, որ հանկարծ ձեզանից մեկն էլ թպրտա ասեն, արա դու չէիր մարտի 1 անողը, դու չէիր հոկտեմբերի 27 անողը, դու չէիր քթալանողը, դու այ դրա համար են ձեզ նստացել այնտեղ, որ նույն բաներ անեն ժողովրդի գլխին, ու դուք հանկարծ ծպտուն անելու իրավունք չունենաք, որտեղ նույն բանը արել եք դուք։ Նույն բանը արել եք դուք։ Անդիմությունը հայտնում է զանգվածային ձերբակալությունների մասին։ ՆԳՆ-ն, ներքին գործերը, կանխարգելիչ բացատրական աշխատանքների մասին գրված է, նայեք։
Ինչ են գրում։ Ուրեմն ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակներում ձեռնարկվում են կանխարգելիչ բացատրական աշխատանքներ, կոչ ենք անում պահպանել հասարակական կարգը։ Հասարակական կարգը ո՞րն է։ Թողեք Նիկոլը ինչ կարգ ուզում է խառնի, էտա հասարակական կարգը։ Հիմա կասեն, հո դու նախկին չես, ես նախկիններին, դաշնակներին, այդ բանը սրբազան պայքար, դրանց ուր ես պաշտպանում։ Գյորգ ջան, օրենքը հոտ, համ չունի տես բաներ։ Գույն չի ճանաչում, սև, սպիտակ, բան, օրենքը պետք է օրենքը լինի։ Եթե չենք ուզում մենք այս սոսկալի բանի ցիկլի մեջ մնանք, ուրեմն մենք պետք է հասկանանք, եթե նույնիսկ իմ ամենաչսիրած, ամենագետադարձ Բագրատ գետադարձի շարժման անդամը մեկը միևնույնն է Հայաստանի Հանրապետության օրենքները հավասար պետք է լինի բոլորի համար, նույնիսկ նրանց համար, ում ես չեմ սիրում կամ ում ես սիրում եմ։ Երբ մենք ազգովի սովոր ենք ապրել այն նշանաբանով, որ ասում է ես քո հետ կատեգորիկ համաձայն չեմ, բայց կյանքս էլ կտամ քո արտահայտվելու իրավունքը պահելու համար, այն ժամանակ մենք ունենանք երկիր։ Այն ժամանակ ոչ թե կարող է չունենանք էլ, բայց այն ժամանակ գոնե կարժանանանք, որ մենք ունենանք երկիր։ Իսկ եթե մենք օրենքին նայում ենք որպես դե լավ, եթե դաշնակների նկատմամբ են անում կարելի է, դե լավ, եթե ռուսասեր ասենք, չգիտեմ, Սամվել Կարապետյանի նկատմամբ են անում կարելի է, մենք ոչ թե պետություն չենք ունենալու, մենք արժանի էլ չենք ունենալու պետություն ունենալ։ Իսկ չենք ունենալու մի պարզ պատճառը, որովհետև մեր համար օրենքը գույն ունի, հոտ ունի, համ ունի, կուսակցական պատկանելություն ունի, առայժմ, որովհետև ես մինչև հիմա կարդում եմ։ Ախպեր կարող ես նախկին եմ, իսկ գրում են կարող է դու նախկիներից ես, կամ վերջապես հասկացանք, որ դու ռուսապաշտ ես, Սամվել Կարապետյանն ես պաշտպանում։ Բա ամո չի նստել ես Նյու Յորքում, ասենք ռուսների դարն ես լացում, էդ էլ եմ լսում։ Դա համար եմ ասում, են դասատուն վատ դասատու է, ով չի կարողանում արդյոք սովորացնել մտածել, ոչ թե այս բaragայում դու սենց պետք է մտածես։ Չի աշխատում դա։ Եթե մարդը այս լայն բանը հորիզոնը չունի, չի տեսնում։ Ես իհարկե չեմ համարում դասատու, ես զամա չեմ ասում, բայց ամեն դեպքում չէ որ մեր այս աշխատանքը, մեր այս զրույցները բոլորը հենց դրա համար է արվում, որ մենք իրար հետ միտք փոխանցենք, կարծիք փոխանցենք, խոսենք, շփվենք, լսենք ալտերնատիվ ու հասկանանք, գտնենք մեր սխալները, բանալիները, անալիզ անենք էլի։ Իմ ամենասիրած բանն է եղել, իմ ցանկացած փորձ համել, իմ կամերա միշտ հեռվից ինձ նկարել, ամեն ինչ։ Ես որ բոլոր տեսակի կոմպլիմենտներն ու բանը քննադատությունները լսելուց հետո միշտ գնացել եմ կողքից նայել եմ ինքս ինձ որպես պրոֆեսիոնալ, հա, որտեղ են ասողը կարող է սիրահարակ, կարող շատ է սիրում ինձ, կարող այնքան չի սիրում ինձ, դա էական չի, որպես մասնագետ դու նայի, դու ինչ ես արել, հա, որ դու երբեք կախված չլնես այդ կարծիքներից, լսի, կտունես, չէ, լսում եք բոլորին, բայց մի հատ էլ ինքներս ենք նայում, ուսես նայում, պետք է նայել, միշտ նայել, ֆիլտրել, անալիզել անընդհատ, որ երբեք չմտնել են թունելը, որտեղ թվում է դու ամենալավն ես երգում։ Ես ասել եմ, չեմ վատ երգիչներն ինչ են անում, մտնում են նա փակտեղ, եկեղեցի, բառնիկ, բաննապա։ Սկսում են երգել, որ ձայնը արձագանքում է, իրենք գիտեն, իրաց ձայնը մեծ է։ Հա, մի քիչ չափազանցված օրինակը, բայց մոտարապես ստենց էլի։ Հասկանում եք։ Լավ է, մենք ամեն կողմից աշխատում ենք նույն խնդրին մոտենանք, մեկ-մեկին շատ են ասում, նույն բանը մի քանի անգամ ես տարբեր ձևերով ասում, հասկացանք էլի, ախր ասում եմ, ուր է, եթե միշտ տենց լիներ։ Հիմա ինչ են անում։ Ոստիկանների գործողությունների մասին սկզբում սրբազան պայքարի անունը ստացած շարժումներ հայտարարել, որ իրենց են բանանում, հետո ՀԵԴ-ն ապօրինի ձերբակալության մասին հայտարարում։ Ասում որևէ հիմնավորում չի ներկայացվել, ասաց Հայաստան խմբակցությունից Գառնիկ Դանիելյանը։ Հիմա այս Գառնիկին առանձին այնքան բան կարելի ասել։ Սկզբունքորեն ասել որ Գառնիկ քեզ հասնում է։ Հա, իհարկե հասնում է։ Հա, բայց չի նշանակում որ դա ճիշտ է։ Տեսեք, այն ինչ որ լինում է հիմա, դա վերադարձն է։ Արասների վերադարձն է։ Բայց մենք չենք կարող դա տեսնել ու թողել։ Օրենքով եթե չի կարելի, չի կարելի։ Եթե նույնիսկ անհրաժեշտ է, եթե նույնիսկ իրեն հասնում է ամեն, որտեղ չէ։ Հայաստանը պետք է լինի օրինական երկիր։ Որ ես էլ Գառնիկն եմ, մենք ապրենք հենվելով, հղում անելով օրենքին։
Այ եթե Հայաստանում օրինական երկիր լիներ, գառնիկ իր 150 կիլոյով չէր նստի ինձ թուքումուր ուտելու համար, իրեն չէին սարքի նարդու քար, հա, կամ նարդու զար, որ գցեն այս կողմից այն կողմ, հա, որյան ստիպեին խոսա, որյան ստիպեին խոսա բաներ, որ ինքը չի էլ ուզում խոսա, որտեղ ես չեմ կարծում, որ մի արժանապատիվ մարդու համար հաճելի է նստել ու լսել այն ինչ որ իրենց ասում են այնտեղ, շատ ժամանակ ստիպված նստել ու լսել։ Ես մտածում եմ ամեն դեպքում մի քիչ ընդ արժանապատվության կարող այսքան բան մնացել է, էլի որ կարողա հաճելի չի, կարողա հաճելի չի։ Այ որ օրինական պետության մեջ լինեն գառնիկ այդ բանակային չէ լինի, չէր հայտնվի։ Այսօր սրբազան պայքար չէր լինի, ուղղակի կամ եթե լինել է նույնիսկ իր բաներին չէին հալածի։ Այսինքն ես օրինական դնել հարցերը կլուծվել ոչ թե փողոցում պայքարի միջոցով, այլ ընտրություններով խախտում արելա մեկը դատարան։ Այսօր մեր ոչ մի խնդիր դատարանում չի լուծում, բոլորը փողոցում հույս ունենալով որ փողոցում կլուծվի։ Դե այնտեղ էլ փողոցում իհարկե չի լուծում, փողոցում ովքեր են կանգնած, այո, Ենիչերիների գունդը, որ գնում է բացատրական աշխատանքներ կատարելու։ Հիմա դուք ում եք ինչ բացատրում, այ Ենիչերիներ։ Որ թողեք արա մի խանգարեք, թուրքը գա մտնի ձեր տաներով, ձեր երեխեքով, ձեր կին, երեխա, մայր, գերեզման, ամեն ինչ հանի փռի արևի տակ, այդ է քարոզում։ Այդ է ձեր ուզածը։ Որ շատ ուզենան կլինի դա։ Լինելու է, մենք ամեն ինչ անում ենք, որ դա ձեր հետ չլինի։ Բայց եթե դուք շատ ունենեք, շատ աշխատեք, կլինի։ Ու այն ժամանակ էլի նույն բանը կգանք։ Բայց այդքան բան անելուց հետո ո՞ց կարող պատասխան չգար։ Ոնց որ իմասենք Ուկրաինայի դեպքում է լինում, ոնց որ հիմա Իսրայելի դեպքում է լինում։ Ախր կրակոցները երբեք միակողմանի չեն լինում։ Լոսան լոսիկուն։ Սա գիտեք ով է։ Դրանից տարածքային կառավարման նախարար կա sense դեմքով։ Ինչ ասում։ Հեծը պետականանցնելու մեթոդների եւ մեխանիզմների մասին առաջիկայում կհայտարարվի, այսինքն առաջիկայում կհայտարարեն կուլակաթափության մասին։ Ու սա տարածքային կառավարման նախարար։ Ինչ է նշանակում պետականացնել հեծը հիմա։ Դա նշանակում է մարդուն պատժել բացարձակապես իր աջակցության համար եկեղեցուն, որը նշանակում է սփյուռք եւ ընդհանրապես նեյտրալ գործարար, եթե դու որոշել ես երբևէ կարծիք ունենաս, դու Հայաստանում չես կարող միաժամանակ ունենալ բիզնես։ Ու սա պետական քաղաքականությունը, սա անես չի, որ մի հատ կաշառված կամ կոռումպացված հայկայինի գործիչ եկավ հայկայինի գործիք, եկավ ու քո բիզնեսը ձեռիցդ խլեց։ Չէ, սա պետական քաղաքականություն է, ու սրա մասին հայտարարվում է։ Սրա մասին հայտարարվում է։ Սա պետական քաղաքականություն է։ Հիմա հարց եմ տալիս այն բուտաֆոր մասային, որ Հայաստանի մասին դեռ խոսում են որպես իրավական պետություն, որոնք նկարագրում են կապիտուլյանտի այցը Թուրքիա որպես պատմական իրադարձություն, այն լրագրողը հարցնում է, իսկ ինչ օրակարգ են քննարկելու, որ դա այդքան պատմական է։ Օրակարգը պարզ չի օրակարգը, բայց ինքը պատմական է։ Այո, ինքը պատմական է։ Մեկ-մեկը նենց եմ ուզում ես թուրքս զգամատի դուրս գա։ Ես գիտեմ, որ դուք էլ եք մեկ-մեկ։ Բայց εμείς զերո մտածում եմ, ախր մենք էլ ենք դեռ։ Ախր մեր ընտանիքներն են դեռ, մեր գերեզմաններն են դեռ, մեր հիշողությունը ամեն ինչ դեռ, ո՞ց թողենք դա։ Բայց այտենց ասողին պետքա թողես, մի բան էլ նպաստես, որ թուրքս զգամատնի, որպես հետևանք, որպես իր արարածի հետևանք, ոչ թե պատիժ, չէ, արարածի հետևանք էլի։ Եթե դուք ամեն ձևով պետք է հանցագործի արյունոտ ձեռքերը լվակ, դեռ առ այսօր ուզա պետքա թուրքը գամատնես մանյովրելով դուրս գա։ Դա ասեք, որ ես սխալ եմ։ Դա ասեք, որ ես չար նախանձեմ։ Էդել են շատ ասել, չմտածեք, որ ինձ տեսնեն չեն ասել։ Ասել են չար նախանձ, որովհետև ի սկզբանե ասում է, ես երկիրը տանում եմ կործանման։ Որովհետև ի սկզբանե իր ասածների մեջ դա էր հնչում, բայց լսողը կիմանա, չլսողը ոնց կիմանա։ Մի խոսքով, եւ այսպես վերադառնանք Իրանին, շատ կարճ։ Իրանի կառավարությունը այսօրվա, ինչքան ուզում է ինքը կարող է կոռումպացված է, կրոնական է,
Բայց իր պահվածքով, իր զսպվածությամբ եւ իր հստակությամբ ուղերձների ուղղակի master class-ա տալիս քաղաքագիտության եւ քաղաքականության։ Ես չգիտեմ, դե կարող է ուղղակի ուրիշ մարդիկ էլ լինեն, վայ, ես ինչ ես ասում, ման, ես կասեմ, այո, դու գնացեք, դու ձեր դասագրքերը կարդացեք։ Այո, որտեղ ձեզ սովորացնում են ոնց պետք է քաղաքականությունը։ Բայց այն ինչ իմանում է Իրանի արտաքին քաղաքականությունը, հայտարարությունները, լակոնիկ, կարճ ու պարզ։ Իրանը չի գնալու ոչ մի բազմացությունների, քանի դեռ իր վրա կրակում։ Վերջ։ Ուզում եք բանակցություններ։ Կաննասեք կրակոցը։ Չէ, այնքան կկրակենք Թել Ավիվից բան չի մնա։ Ուզում եք ոչ խնդրել, ոչ համոզել, ոչ արդարանալ, բացարձակապես կարճ ու լակոնիկ։ Ու այս դեմքով, այս հանգստությունը ինձ սպանում է։ Ես, եթե հիշում եք այդ առաջին օրվանից, երբ որ այս կոնֆլիկտը սկսեց, ես ասեցի, որ Իրանի վրա հարձակվելուց հիմա բան չէր կարող լինել։ Իրանի վրա հարձակվել նշանակում է չճանաչել Իրանը, չճանաչել իրանական մշակույթը, ոչ թե եկեղեցիները չէ, գրողներին, երգերը, բան, չէ, ասեմ իրանական մշակույթ, դա մշակույթ իր ամբողջ կոմպլեքսի մեջ մտածելակերպ, քայլեր, իրանց դու երբևէ չեք տեսնի մի հատ իրանցու, որ ինքը շտապի միտեղ, շտապ մի բան անի։ Ես իրանցիների հետ գործ եմ անում, ստե աշխարհում իմ գոլեգաների մեջ կան իրանցիներ։ Կյանքս գնում։ Չեն շտապում, ոչ մի բան ոչ։ Հանգիստ։ Կարող է հիմա իրանց վրա էլ կրակում են, բայց ինքը հանգիստ է իր որոշումները կայացնում։ Ոչ մի խուճապ։ Ու եւ դա է արդյունքը։ Դա է արդյունքը, չէ, դա է հետևանքը, որ հազարամյա այս պատմությունների մեջ, այս իրանց ամբողջ հազարամյակի մեջ, իրանք ինչքան այդքան մնացել են։ Ես այսօր մի հատ դեպք էի պատմում իմ աղջկան, ասում էի, ուրեմն մի 10 տարի առաջ էր Ամերիկայում որ քաղաքում է, ես չեմ հիշում, թանգարանում էի, այնքան օրը ես մի քաղաք էի փոխում, չեմ հիշում նույնիսկ անունը, բայց շատ լավ թանգարան էինք մտել։ Ու այդ թանգարանում կար մի հատ մեծ էկրան, հսկայական էկրան ու մի հատ բան է, ժոստիկ էր դրած, այնց երկար։ Այդ բանը բռնում էր, բերում էր էսկոմ, ուրեմն գրած էր մեր թվարկությունից առաջ եսին որդի, միջև մեր օրերը, ու մեջտեղը 0 էր, Քրիստոսի ծնունդը։ Ուրեմն բորտանում էր այս կոմենտում, այդ էկրանի վրա աշխարհի քարտեզներ ցույց տալի։ Հենց այդ օրվա, այդ թվի, այդ պահի։ Բերել ես, ասենք 1920 թվական։ Բերել ես, գալիս ես, թվերը փոխվում են, նայում ես որդին ես բերել էլի։ Հա գնես 1007։ Մթա ինչ որ բան է։ Եվ ուսած ինձ հետաքրքիր էր Հայաստանը ինչքան է փոփոխվել։ Ուրեմն ասենց կա, չկա, այսքան է, այստեղ կա, չկա, էլի չկա, հետո երկար ժամանակ չկա, հետո կա, հետո էլի չկա, հետո կա։ Մի խոսքով, ասենց Հայաստանն եմ նայում, ու այդ ընթացքում Հայաստանի վերևը, չէ, տակը։ Իրան ամբողջ քարտեզը փոխվում, ասել Հռոմ, Հունաստան, չգիտեմ, բանը, մոնղոլներ, ամեն ինչ փոխվում է Ռուսաստանը։ Մի բան որ չի փոխվում, ոնց որ նկարել էր Իրանը։ Իրան չի փոխվել։ Այսինքն իրանական, ոսը մշակույթ, դա նաև մտածելակերպն է։ Իրանական մշակույթը չի ենթադրում արտագաղթ։ Իրանք չունեն այդ պրակտիկան։ Հայեր ունեն այդ պրակտիկան։ Տեղը լավ չի, կրակեցին, վեշ էր հավաքում, տեղափոխվում։ Ես չափազանցնում եմ, բայց մենք ամբողջ մեր պատմությունը արտագաղթների պատմությունն է։ Այո, արտագաղթներում եղել են հերոսական պայքարներ եւ այլն, բայց մենք մեր պրակտիկայի մեջ վերջի պրակտիկան ընդհանրապես տարուկես առաջ էր։ Արցախի դատարկումը։ Իրանը իր պատմության մեջ արտագաղթ չի ունեցել։ Եթե մեկն էլ տեղափոխվել է, դա տեղափոխվել է կամ աշխատանքի, կամ հեղափոխություն, իսլամական հեղափոխության արդյունքում, հա, բայց երկիրը որպես արտագաղթի, հանձնվի, կապիտուլացվի չի եղել։ Նույնիսկ երբ որ արաբները գրավեցին 7-րդ դարում, հա, իսլամացրեցին, արաբական կառավարությունը շատ արագ վերափոխվեց էլի պարսկական կառավարության։ Պարսիկները էլի միանգամից եկան իշխանության։ Շատ արագ, ես ասեմ շատ արագ, մի 150 տարվա մեջ էլի նկատում եմ։ Այս ամբողջ պատմության մեջ այդ մի փուլն է եղել։ Այդ մի փուլն է եղել իսլամացումից հետո,
երբ որ էլի իրանք եկան իշխանության ու վերականգնեցին իրանց դինաստիաների աշխատանքը։ Իրանց վրա հարձակվել նշանակում է չհասկանալ այդ մշակույթը։ Ու փաստորեն հрьяաներն էլ ապացուցեցին, որ իրանք արևելքի մարդ չեն։ Իրանք եվրոպացիներ չեն։ Ես չգիտեմ իրանք ինչ։ Բայց մտածել, որ ես ռամբակոծեցի ու հեսա իրանք կապիտուլացվելու են, ու այսօր զարմանում են, որ այսքան ռամբակոծում եք իրենց ներսում հեղափոխություն չեղավ։ Իրոք գրում են։ Իրանք անակնկալի են եկել, որ այսքան ռամբակոծելուց հետո Իրանում հեղափոխություն չեղավ։ Նշանակում է երկիրը չի հասկացել։ Չի հասկացել ինչա իրականում իր հարևանը կամ այն երկիրը, որի բանը։ Խնդրեմ ես որդացել։ Ասում է իրան զարմացած է, որ այնտեղ բան չկա, ոչ ստաբիլ վիճակ չկա, խառնակցություն չկա, մարդիկ չեն դուրս եկել փողոց իշխանության վերացնելու։ Զարմացել է, նշանակում դու չեք հասկացել ինչա Իրանը։ Չնայած այդքան հрьяաներ են այնտեղ ապրում։ Ով Իրանում ապրել է, եղել է, իսկ երկրորդի թե հрьяաները ոնց են այնտեղ ապրում։ Ես եմ հիշում 1996 թվականին, այսօրապես հիշում եմ, թող իրանցիներ ինձ օգնեն, հյուրանոցի անունը կարող է չհիշեմ, բայց տեղը որ մնում էր, մենք ապրում էինք այդ հյուրանոցում, լավ հյուրանոց էր, ինքը կոչվում էր, այսօրապես հիշում եմ, Թախտ House, ով թերանցի է, ինքը կիմանա Թախտ House-ը որտեղ է։ Այդ Թախտ House-ում հյուրանոց կար այն ժամանակ 96 թիվ, շատ լավ սիրուն հյուրանոց էր, հենց դիմացը կարող է հիմա էլ կա այդ խանութը, որ դիմաց դուրս էին գալի, մի հատ շատ սիրուն պիջակների խանութ կար։ Ես որ տեսա, ես պիջակ եմ սիրում շատ եմ։ Միանգամից ոտքերս տարաման է, ուղիղ, հենց հյուրանոցի դիմացն է։ Մտա, զարմացա 96 թիվ։ Ես զարմացա այս ոճի, այս տեսականի, այս առատությունից, պարզվեց դա հрьяաների։ Զարմացա որ հрьяաներ կա։ Իրանք ասի որ հрьяաներ։ Ասին որտեղ է, ասի հայ։ Ասես մենք էլ հрья ենք։ Հենց տեղում էլ կարում էին, հենց իմ համար էլ իմ ուզած իմ վրա։ Մի օրվա մեջ փոփոխեցին, տպեցին ձեռս ուղարկեցին Հայաստան։ Ես զարմացած էի ինչ ազատ են, ինչ մեծ բիզնես ունեին նրանք։ Ու դա միակ բանը չի։ Այսինքն հрьяաների նկատմամբ sense ատելություն, որ հрьяաների պետքա ջնջել էս կոմենտում, Պարսկաստանում չկա։ Սիոնիզմի նկատմամբ կա։ Բայց հрьяաների նկատմամբ որպես ազգ չկա, որտեղ հрьяաներն իրանց մոտ իրանց սինագոգներ ունեն, բիզնեսներն ունեն, իրենց համայնքներն ունեն։ Եվ այդքանից հետո չհասկանալ ինչ է Իրանը, եւ սկսել ամբողջ ժողովրդին կերակրել հիմար տեսակցություններով, բերում է գիտեք ինչի, կոլապսի, հրեայի կոլապսի։ Ես ուզում եմ մի քանի բան ցույց տամ, ինչա կատարվում Եվրոպական պարլամենտում։ Լսեք։ High Representative, first of all, you're the Minister of Foreign Affairs a little bit of the European Union. Եվրոպական միության արտաքին գործերի նախարարին ասում։ You know that the International Criminal Court asked for the arrest of Անունը լսեք։ Dear colleagues, High Representative, first of all, you're the Minister of Foreign Affairs a little bit of the European Union. You know that the International Criminal Court asked for the arrest of Israeli leaders. Այսօր դուք Եվրոպական միության արտաքին գործերի նախարարն եք եւ դուք գիտեք, որ Եվրոմիության դատարանը կալանքա սահմանել Իսրայելի նախկին պաշտպանության նախարարի եւ վարչապետի նկատմամբ, չէ՞։ Այսինքն քո երկրի դատարանը կալանքա հայտարարել ռազմական հանցագործ եւ հրամայել կալանավորել։ Yet you go to Israel and your first words are we are very good partners. Դու գնում ես Իսրայել եւ քո առաջի բառերն ասում ես, որ մենք լավ գործընկերներ ենք։ Այն բառերն երբ որ քո երկիրը ճանաչել է ռազմական հանցագործ։ Miss High Representative, what very good partners in crime? Ասում որտեղ ենք մենք լավ պարտներներ։ Հանցագործությունների մեջ, գենոսիդի մեջ, էթնիկական զտումների մեջ, որտեղ ենք մենք լավ պարտներներ։ These words are a shame for the European Union. They should Ասում էս խոսքերը ամոթ են Եվրոմիության համար։ Սա տեսեք, Եվրոմիության պատգամավորն է իր նախարարին ասում։ Նախարարին, կամ նախարարին ասում։ Իրանց մոտ sense է, գիտեք, բոլոր պարլամենտում sense է, նախարար, վարչապետ, բան, բոլոր իրանց աշխատողներն են, ոչ թե հակառակը։ Նախարարը չի ինձ մունատ գալի պատգամավորների վրա։ Հակառակ պատգամավորներն են ամոթանք տալի են նախարարին, արտաքին գործերի։ Որ գնում է Իսրայելի նախագահն ասում է մենք լավ պարտներներ ենք։ Ասում է ինչու՞։
գենոցիդ արել, գենոցիդի մեջ, էթնիկական զտումների մեջ, մարդասպանությունների մեջ, հանցագործությունների մեջ, մեր դատարանը իրան ճանաչել է հանցագործ։ Ինչու՞։ Never be uttered again. Dear colleagues, High Representative, first of all, you're the Minister of Foreign Affairs a little bit of the European Union. Listen. Israel illegally and criminally attacked Iran this weekend. Illegally because you can't just attack another country. I know Israel's in the habit of doing it, but it's... Ասում ես շաբաթը անօրինական հարձակվեց illegally բանի վրա Պարսկաստանի վրա ասում հասկանում եմ դա բան արդեն պրակտիկա է դարել Իսրայելի համար բայց հարձակվելը չի կարող օրինական լինի հարձակվելը ասում still illegal ինքը էլի մեկ է անօրինականը still illegal criminal because a lot of civilians including children were killed. Ասում դա հանցագործությունն է, որովհետև քաղաքացիներ եւ երեխաներ են սպանվել։ Nuclear power plants were deliberately targeted, creating this way the risk of a nuclear catastrophe. Եթե նույնիսկ ասում դուք բանը նշանավորում եք վերցնել նշանի տակ եք վերցնել այդ միջուկային բաները, էլի կրիմինալ է, որովհետև եթե դրանք պայթեին, դրանք վնասվեին, ինչ է լինելու արդյունքում։ With mass civilian victims. Now this is terrible, and so I was saying, like we did when Russia attacked Ukraine, the European Union will condemn this. Երբ որ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, մենք Եվրոպայում դատապարտեցին, չէ՞ դա։ But what do I see now? Ursula von der Leyen even insists on the right of Israel to defend itself. Իսկ մենք ինչ եմ տեսնում, ասում եմ, հիմա Ursula von der Leyen ասում է, ոնց Իսրայելի իրավունք ունի պաշտպանվելու։ But to defend itself what? They're the ones attacking. Մա պաշտպանի ինչի՞ց, ինքն է հարձակվել։ They're the ones having the nukes. They're the ասում են նրանք են որ բանը ատոմային ռումբ ունեն, Ursula von der Leyen ասում է։ ones threatening to ասում են նրանք են որ սպառնում են ամեն ինչ։ No, okay, I agree, but come on, to transform Tehran into Gaza. Okay. So we need a vote on this week. Ինչ եք ասում, ուզում անեք ասում, Թեհրանը վերածեք Գազայի, ինչ որ ադել եք Գազայում, հիմա Թեհրանում եք ուզում անեք։ Cannot just not condemn this and keep on supporting criminal action. Մենք չենք կարող ասում պաշտպանել նա եւ շարունակել, մենք չենք կարող չդատապարտել ու շարունակել պաշտպանել այս խայտարակությունը, դա այդ հանցագործությունը։ That are against international law and against your... Դրանք ասում են միջազգային իրավունքին դեմ է եւ մարդկային իրավունքներին դեմ։ Սա բրիտանական падգամավորանից։ На протяжении многих лет, я 20 лет работаю в этом парламенте, я поддерживал Израиль почти любой ценой. 20 տարի աշխատում եմ բրիտանական պարլամենտում, ամեն գնով պաշտպանել եմ Իսրայելին, ամեն Но գնով։ сегодня хочу сказать, я ошибался. Я осуждаю Израиль за то, что он делает с палестинцами в Газе и Ասում եմ, հիմա խոսում եմ, ես սխալվել եմ։ Ես դատապարտում եմ Իսրայելին, ինչ որ անում եմ на Գազայում։ западном берегу. И прямо сейчас отказываюсь от поддержки тех действий, которые Израиль совершает в Газе. Եվ հենց հիմա ասում եմ, ես չեմ կարող պաշտպանել, դատապարտում եմ գործողությունները, որոնք նա անում է Գազայում։ Ես ոնց ճիշտ հասկանաք։ Այն ինչ ես հիմա ցույց եմ տալի, սա նայած չի, որ ես հրեաներին եմ դեմ։ Ես միշտ ասել եմ, Իսրայելի փրկությունը Նետանյահուն կալանավորելու մեջ է, ինչպես նաև Ամերիկայի փրկությունը այս Թրամփին հանելու մեջ է, impeachment-ի ենթարկելու մեջ է։ Հայաստանի փրկությունը Նիկոլին հանելու մեջ է, Ռուսաստանի փրկությունը Պուտինից ազատվելու մեջ է, ընդհանրապես պուտինիզմից, պուտինիզմ, սիոնիզմ, այս սրանք պետք է, այս Թրամփիզմ, սրանցից պետք է ազատվել, եթե ուզում ենք փրկություն։ Եթե մենք շարունակելու ենք ապրել այս սկզբնակի ստանդարտների մեջ, հարմարվողականություն, կներեք արտահայտության համար, ով էջ մենք փալան սկզբունքով, որը կարծում եմ ցանկացած արժանապատիվ մարդու համար սա պետք է որ վիրավորական լինի։ Ուրեմն մենք անընդհատ պատտվելու ենք նույն առանցքի շուրջ, նույն կորուստների առանցքի շուրջ, որտեղ ես ասում եմ, այն ինչ որ հիմա կատարվում է,
դա մեր գործողությունների հետևանքն է, որովհետև այս պարագայում մենք դատապարտում ենք, այ որ սա վերաբերում է մոլլաներին, մենք մոլլաներին չենք սիրում, այ իրանց կարելի է ռմբակոծել, չի կարելի, այ մենք Սամվել Կարապետյանին չենք սիրում, իրան կարելի է ձերբակալել, Սրբազան շարժում, այ գետադարձնա, իրանց կարելի է կալանավորել, ոչ, օրենքը հոտ չունի, ճաշակի ոլորտից դուրս է, հակառակ դեպքում այս բնությունը կործանված կլիներ, չի կարա բնության օրենքը մեկի համար մի ձև լինի, մեկի համար մյուս ձև լինի, երբ մենք կարողանանք մեզ բերել այն վիճակի, որ հասկանալ, չի կարելի, ուրեմն չի կարելի, էլի, մարսմանել չի կարելի, ինչ կապ ունի, հրեա թե հրեա չի կարելի, հրեա, եթե նույնիսկ քո Աստվածաշունչը քեզ ասում է, չի կարելի սպանել հրեային, բայց սպանիր, եթե հրեա չի, արա չի կարելի, կամ դու կարող ես անել, բայց վստահ եղեք, քեզ դատապարտելու են, հիմա ինչի է այս բանը ավելացել, մասնավորապես այս վերջի տարի կեսան մեջ, ես ասեմ, որովհետև այդ մեծ մեդիաների դարը ավարտվում է, այսինքն իրանց դոմինանտության դարն է ավարտվում, որովհետև այդ մեծ մեդիաները, որոնք գտնում են բացառապես հրեական կոնցերտների, բանկերի, փողերի ձեռքերում, դրանք մի սենց է, այն ինչ որ անում է Իսրայելը, լավ է, իրանք դե հոլոկոստ տեսած, ժողովուրդը իրանք իրավունք ունեն ամեն ինչ անում, այն ինչ որ անում են, սա պաշտպանվել է, տեսեք, նույն բանը միջևի մտածում է Նեթանյահուն, իր տարիքի մարդիկ, Թրամփը, Պուտինը, սրանք, այս 70 պլյուսները, իրանք չեն ուզում հասկանալ մի բան, չեն ուզում տեսնել մի բան, իրանց պրոպագանդայի դարաշրջանը մտածելաշրջանը անցել է, հիմա արդեն social մեդիայի դարը, Facebook, Twitter, TikTok, ասենք լավ, Ցուկերբերգը ասենք փակեց գրառումները բանում, ասենք չգիտեմ, Facebook-ում, կամ են մի X-ում է փակում, ասենք չի մասկը կամ ինչ-որ, բայց TikTok-ը չինական է, TikTok-ում դու վիդեո չես կարա փակես, այսինքն այսօրվա YouTube-ում չես կարա փակես, դու չես կարող սա բաները լսել, ֆիլտրել, որտեղ մարդիկ կան, առանց հայոյանքի անալիզներ են անում եւ մարդիկ փոխանակ CNN նայեն, լսում են այս վերլուծողին, այն վերլուծողին, 10-ից լսում են, կարծիք են կազմում, այս մանիպուլյացիայի դարաշրջանը վերջացել է, այսինքն այն ինչ որ հնարավոր էր 20 տարի առաջ, այսօր անհնարին է ուղղակի, հա, եւ այս բանի Իրանի նկատմամբ այս ագրեսիան փոխեց, ինչքան արագ փոխեց այդ հոկտեմբերի 7-ի հարձակումը։ Հիշում եք, ես որ ասում էի, հոկտեմբերի 7-ը, ես վստահ եմ, որ դա կազմակերպել է հենց Իսրայելը, որպեսզի կայանա այդ բանը։ Երկարատև հանցագործությունների շղթան, հետո որ ինքը լիարժեք արդեն բանով, գոռ աշխարհով մեզ էլի կոտոնում են ու սի կոտոնում։ Իհարկե այդ արդեն քննությունը գնում էր եւ երկու շաբթի օրը, անցած այդ շաբթի օրը պետք է սկսել դատը։ Ուրբաթ գիշեր հարձակում եղավ։ Այս Նետանյահուն այս ամբողջ ընթացքում կազմակերպած իր բոլոր պատերազմները, բոլոր հանցագործությունները մեկ նպատակ է հետապնդում։ Հետաձգի իր վրա կարված այդ քրեական գործերը։ Եթե միջև հոկտեմբերի 7-ը իր վրա քրեական գործած կոռուպցիայի մասով եւ նաեւ Հայաստանի վրա գրոհելու համար իր հետ կապված ֆիրմայի միջոցով Ադրբեջանին արգելված զենքեր ծախելու մասով, այդ մասով էլ քրեական գործ կա։ Հոկտեմբերի 7-ը բերեց ուրիշ հանգամանք արդեն։ Ինքը կազմակերպեց հոկտեմբերի 7-ը, որ այդ բանը ջրի, ինքը գումարեց ուրիշ բան, հանցագործություն սեփական ժողովրդի դեմ։ Հետո որ պետք է օգտագործել ցեղասպանություն իրականացնելու։ Հիմա այդ երկուսը ծածկելու համար կազմակերպել է երրորդ պատերազմը, հարձակում Իրանի դեմ, բայց սա լինելու է վերջի պատերազմը։ Որտեղ Իրանին հաղթել պրակտիկապես ոչ մի ձևով հնարավոր չի, եթե նույնիսկ ամբողջ Իրանը ռմբակոծեն։ Դա միևնույն է հաղթանակ չի լինելու, ուրիշ բան է լինելու։ Իրանի դերի եւ աջակցության բարձրացում եւ հակառակը։ Այն ինչ որ անընդհատ իջնում է բանի Իսրայելի մասով, աջակցություն Իսրայելի, ցանկացած ձևով։ Պատմության մեջ երբևէ չի եղել փուլ, որ Իսրայելը մտնի պատերազմի մեջ եւ Ամերիկան չաջակցի, Բրիտանիան չաջակցի։ Զենքով, ոչ թե խոսքով։
Թրամփը սկզբից ասում էր ես եմ, հիմա որ տեսնում է հակահատվածները եւ տեսնում է մարդկանց վերաբերմունքը, ասում է ես իմ խոսքը երկու շաբաթից կասեմ։ Հիշում եք Հարսնասուն Հյուսիսից։ Ասում է когда шеф придет, ասում է երբ շեֆը կգա, երբ Նատալյան, ասում է այն ժամանակ ես իմ տղամարդու խոսքը կասեմ։ Ասում է դու ասա, էլի տան տղամարդը չես։ Հա, ասում է ես տղամարդն եմ։ Բայց երբ որ Նատալյան կգա, հայրանը չեմ հիշում։ Նատալյան երբ կգա, ես այն ժամանակ իմ տղամարդու խոսքը կասեմ։ Հիմա բանն է, Թրամփինն է։ Ղժղժած, բայց տեսա որ ապտակը շատ է, մեծ է։ Պատասխան կա։ Դե ադիտես որ պատասխան կա։ Միշտ հնարավոր չի մի ուղղությամբ կրակել։ Պատասխան կա, ասեց ես իմ խոսքը երկու շաբաթից կասեմ։ Այսինքն տեսնեմ ինչ է լինում։ Իսրայելից ինչ է մնում։ Այն ժամանակ ես իմ խոսքը կասեմ։ Այս ամեն ինչը մեզ պատմություն է։ Հենց հիմա պատմություն է եւ մեզ մի շատ կարեւոր բան է սովորացնում կրկին։ Այն ինչ որ ես միշտ ասել եմ, որ Ադրբեջանը այն միֆը, որ իրանք պատերազմում հաղթել են, շատ լավ միֆ է մեր համար։ Եվ այդ միֆի լավ ինչու՞մն է, որ նման երկրները մտածում են, որ թույլ հակառակորդների հետ շփումները իրանց ուժեղ մկանների ցուցադրման ապացույցն է։ Հա, իրանք անպարտելի են։ Լավ է, թող տենց մնան, թող ձեմի հանեք, թող ադրբեջանցիներն էլ իրանց միֆով ապրեն, տարապեն, սիրում են իրանք այդ բաները։ Տակը ոչ իման չկա։ Այսինքն ամենայն դեպս տակը չկա այն հիմքը, որի հիման վրա կարելի է, ասենք, նման հայտարարություններ անել ու նման վարքագիծ դրսևորել, մասնավորապես Ադրբեջանի մասով։ Այնպես որ հայ զինվորը դեռ իր խոսքը ասելու է։ Իսկ հիմա լսենք Պուտինի այդ մասով ինչ ասում։ У нас есть такая старинная, ну, это не поговорка, не притча, а старинное правило. Там, где ступает нога русского солдата, то наша. Սասնել է դա, ասում է, հի խոսք կա, ասում է, որտեղ հայտնվեց ռուսի սապոգը, կոշիկը, այդ իրանցն է։ Իրանցն է։ Էս էլ իրանց հոգեբանությունն է։ Էս էլ իրանց փիլիսոփայությունն է։ Աշխատում է, քանի դեռ դիմացինը չի հրաժարվում դրա հետ հարմարվել։ Հասկանում եք։ Ամեն մի ազգ, ամեն մի, չասեմ ազգ, ամեն մի բռնակալ իր փիլիսոփայությունն ունի։ Իր փիլիսոփայությունն ունի ու երբեմն այդ հայտնի բանջարեղենը թարս է բուսնում։ Ինչպես հիմա Ուկրաինայի պարագայում է թարս բուսնում։ Եվ այսպես Պուտինը նոր բան է ներկայացրել խաղաղության։ Հիմա ասում է լավ, ես քեզ կապիտուլյացիա չեմ պարտադրում, բայց դու պետք է հասկանաս, որ պետք է ընդունես դա այն ինչ որ հիմա կա, ռեալությունը։ Ռեալությունն է, որ դու այդքան էլ պետություն չես, այսինքն դու չես կապիտուլացում, բայց դու պետք է ամեն ինչը զիջես Ռուսաստանին, զենք չունենաս, զորք չունենաս, չի համարին դա կապիտուլյացիա, ասում է դե պետք է ուղղակի չունենաս։ Եվ ինքն էլ խոստանում է, եւ դա նույնիսկ խոստովանում է, որ ինքը գողացել է երեխաներ, եւ այդ երեխաներին կվերադարձնի զինվորների դիմաց, որոնք գերու կարգավիճակում ունի գերիներ ունի հենց Ուկրաինան։ Այսինքն խոստովանում է, որ ինքը երեխայի գող է, բայց նույնիսկ եմ ասում, ինքը գող է երեխայի, Նետանյահուն մանկասպան է։ Ուկրաինացիների համար փաստորեն մանկասպանը կարա հերոս լինի, գողը պատարտելի է։ Իսրայելն արդեն բողոքում, որ Իսրայելի սվանը կամերաները, պահպանության կամերաները Իրանի կողմից հետամանած, Իրանի նման հետամանած երկրի կողմից բան են արել, գրավել են, մի խոսքով կոտրել են եւ չեն աշխատում այդ կամերաները, հայ Իսրայելում։ Ասեն, որ այդ հետամանած Իրանի հակերները կոտրել էին նաեւ Իրանի Իսրայելի հակաօդային պաշտպանությունը եւ այնց է ստացվել, որ այդ պաշտպանության բաները անկանոն կրակում էին շատ ժամանակ նաեւ իրենց շենքերի վրա այդ հրթիռները։ Եվ այսօր մի բան էլ տեսա, որ հիշում եք ռուսներն ուկրաինացիներին մեղադրում էին, որ իրենց հակաօդային պաշտպանությունները տեղադրում են բնակելի շենքերի կողքը։
նույն բանը որ ցույց է տալի որտեղից է կա բանը այդ հրթիռները թռնում Իսրայելում դու տեսնում ես նույն շենքերի բակն է նույն բանն անում են իրենք վերջում էլ ուզում եմ ցույց տամ մի շատ հետաքրքիր վիդեո դուք նայեք որն է տարբերությունը Я нахожусь на протесте против Трампа. Я помню, в России вышел Այս բանը Թրամփի դեմ է այս ցույցը против Путина на митинг. Меня через 5 минут, ровно через 5 минут арестовали. Իսկ ասմասա Ռուսաստանն է որ ընդամենը 5 րոպեից ինձ ձերբակալեցին 5 րոպեից նա Թրամփի դեմ է Սա ոչ թե Թրամփին գովալու կամ Պուտինին նվաստացնելու համար չէ համակարգերն է Թրամփն էլ կուզենա 5 րոպեվա մեջ բոլորին ձերբակալել բայց համակարգը թույլ չի տալիս իսկ Ռուսաստանում դա խնդիր չկա գիտեք ինչի որովհետև Ռուսաստանի եթե դուք հիմա լսեք Ռուսաստանի լիբերալ ազատադեմ առաջադեմ մարդկանցից մեկը հա Յուլիա Լատինինն Ինչա, ոնց է պատկերացնում այս խնդիրի լուծումը Իսրայելի եւ Իրանի դուք հասկանաք շատ բաներ այդ лысենք Да, Юль, пожалуйста, ваш ответ, как завершить конфликт наиболее подходящим способом, продуктивным, конструктивным, с наименьшим количеством жертв или нет, просто какой вы сценарий видите, наиболее оптимальный? Единственный эндгейм, который я вижу, это уничтожение Израилем ядерной программы Ирана, которая не может быть уничтожена полностью, но время вступления которой в силу может быть отсрочено. Израиля ոչնչացնի Իրանի ядерный царагиля. Также я хочу заметить, что обратить внимание, что мой собеседник сказал, что, во-первых, Израиль должен быть уничтожен, а во-вторых, Иран этого не хочет. Нацистский Израиль должен, нацистский Израиль, как нацистская Германия. Մաքսիմ Շևչենկոն էլ ասում է, այնքան ասում է, իսկ իմ օպոնենտը Շևչենկոն ասեց, որ Իսրայելը պետք է ոչնչացվի, Շևչենկոն ասում է, չէ, նացիստական Իսրայելը պետք է ոչնչացվի, ինչպես ոչնչացեց նացիստական Գերմանիա։ Нетаньяху приходит и уходит, а еврейский народ остается. Ասում Նետանյահուները գալի գնում են, իսկ հրաժողովը պետք է մնա։ Вы же врете. Я же не говорил, что Израиль, я говорил нацистский. Ասում դու սպտում ես, ասում ես, չեմ ասի Իսրայել, ես ասում նացիստները։ Хорошо, ответ Юлии на вопрос. Хорошо, если я вру, уточните мне, пожалуйста, потому что это всегда то, что говорит Хамас, это всегда то, что говорит Хизбалла. Мы уничтожим Израиль. А вопрос, сколько при этом на территории Израиля останется евреев из 6 миллионов? Сколько захотят, столько и останутся. Фальшивка, потом тайна 7 октября. Это была Я думаю, когда Нетаньяху сядет на скамью подсудимых в Израиле, а он сядет, то я думаю, что многие аспекты событий 7 октября станут известны после допросов Нетаньяху и его пособников. И что? Նույնանիքն ասում էլի, որ այո, երբ որ հոկտեմբերի 7-ին ասում եմ Նետանյահու նստել է մեկա, որովհետեւ երբ որ սկսեց դատավարությունը եւ մարդիկ սկսեցին ցուցմունք տալ հոկտեմբերի 7-ի դեպքերի հետ կապված, կպարզվի այդ ամեն ինչը ոնց է եղել։ Но поддерживаете удары Израиля. Минутка. Я не призываю к скорейшим переговорам между Россией и Украиной. Точка. Я считаю, что эта война должна дойти до своего логического конца. А какого, если уточнить? Украина в ее нынешнем виде представляет собой действительно тот режим, который существует в Украине, та идеология, представляет собой чрезвычайный исторический вызов существованию исторической России. Սա ռուս դեմոկրատական լիբերալ թևի ներկայացուցիչն ասում է ես չեմ ասում կոչ էի անում հա հրադադարի Ուկրաինայի եւ Ռուսաստանի մեջ ասում ես դամաս եթե կոչ չեմ արել ես ասում եմ տրամաբանական ավարտին ասում որն է տրամաբանական ավարտը ասում դե որ Ուկրաինան ասում է այն ինչ որ ինքը ռեժիմ ունի դա ասում է դա բանը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի чрезвычайный исторический вызов существованию исторической России. Պատմական վտանգը պատմական Ռուսաստանին Ուկրաինան որս ամեն ինչի հիմնադիրն է հիմքը
պատմական վտանգ իրենց ներկայացնում են մողոլ թաթարական մասին Ռուսաստանի։ Սա իր խոսքերն է, սա իմը չի։ Нейтральная Украина, Украина многонациональная, Украина, Իրանք ասում, իրանք նեյտրալ Ուկրաինա են ուզում, բազմազգ, որոշել են, բազմազգ Ուկրաինա են ուզում, չգիտես ինչի։ Помнит свои российские корни и Որը հիշում է իր ռուսական արմատները։ Լսեք, նոնսենս ռուսական արմատներն է հիշում Ուկրաինան։ Այդ Կիևսկի Ռուսի հիմնադիրը, որ իր ռուսական արմատների մասին հիշի։ Украина, которая помнит свои украинские корни, это то, что можно приветствовать двумя руками. Украина, проект, который называется «Галичина от реки до моря», он действительно очень похож на проект «Палестина от реки до моря». И да, он представляет собой стратегическую опасность России. Ինչպես Պաղեստինը, այնպես էլ Ուկրաինան ներկայացնում է վտանգ Ռուսաստանի համար։ Խնդրեմ, բոլորը գիտեք Շևչենկոն ով է, ոչ մի բան չկա իր նկատմամբ, սիմպաթիա։ Բայց սա էլ ռուսական դեմոկրատիան է։ Այն մարդկանց համար եմ ցույց տալի, որ մտածում են, հույս ունեն, որ այ Ռուսաստանի հետ հարաբերություններ, այ կարող է գա մի օր լավ Ռուսաստան, այ Պուտինն է վատ։ Ես միշտ ասել եմ, չկան դե վատ ու լավ Պուտին։ Այս մենտալիտետը, այս որ մենք ենք այս ամենի հիմքը, սրանք մեր նկատմամբ վտանգ են, նույն բանն է։ Ինչ Իսրայելը Իրանի նկատմամբ, ինչ Իսրայելը Պաղեստինի նկատմամբ, Ռուսաստանը իր բոլոր հարևանների նկատմամբ։ Դա Պուտինն ասում է, որտե մեր ոտը դրվեց, այնի մերն է։ Եվ այսպես իրենք ապրում են տարբեր ձևակերպումներով, տես մտածում են, տես ապրում են, տես աշխատում են, հետո էլ ասում են, բա ո՞նց եղավ Ռուսաստանում այսքան դժբախտություն, այսքան մարդասպանություն, աղքատություն, ծայրեր։ Այս ամեն ինչը պետք է հետևանք ունենար, թե չէ։ Ունի ու այն մարդիկ, այն պետությունների ազգերը, որ ապրում են այս ռազմավարության մեջ, վերջում գալիս են հենց կանգնում են իրենց արածների հետևանքին։ Ինչպես հիմա հрьяաներն են Իսրայելում, ցավոք, սա ուրախությամբ որպես չեմ ասում։ Ցավոք գալի ու դեռ շատ բան են տեսնում, որովհետև այն ինչքան կրակել են ուրիշ ուղությամբ։ Սվախանում հետ կա նույն ուղությամբ։ Ու այդ բանը Golden Drone չփրկի իրենց դոմը։ Այդ ժելեզնի կուպլը իրենց, հա։ Վախենում չփրկի, որովհետև ինձ ասեմ, բնության օրենքները չի կարելի, չես պայմանավորվի, ոնց ուզում ես արա, բումերանգի հետ չես պայմանավորվի։ Եթե մարդիկ հասկանային այս ամեն ինչը, շատ զգուշ կապրեն։ Սա վերաբերում է բոլորին, Թուրքիային, Ադրբեջանին, Ռուսաստանին, Ուկրաինային, մեզ, Իրանին, բոլորին է վերաբերվում։ Հիմա մենք պետք է մտածենք, այդ ինչ են կարել, որ այսքան բան գալիս է մեր վրա։ Միջև Ադրբեջանի կհասնենք, նորից եմ ասում, ինքը Իրանը ստանալու է, ձեռմի տվեք։ Բայց այն ժամանակ, երբ որ մենք կորոշենք, որ մենք վերադարձել ենք մեր իրական դեմքին, այն ժամանակ մի հատ ուղղակի բարեկամական այց Պարսկաստան ու համատեղ ուժերով կազմալուծում ենք այդ երկիրը, կազմալուծում ուղղակի, առանց կրակոց, առանց ոչ մի բան։ Դատարանը դատարան, կազմալուծել։ Ոչ մեկ մեզ դրա համար ոչ մի չի կարող ասել, հանգիստ, առանց հրթիռների։ Բայց ես եմ ասում, դա սկզբից պետք է գալ մենք մեզ։ Տեսեք ինչ ասում են։ Թուրքերի կողմից ստեղծված կառույցը Քեմալական պայմանագիր չէ, ճիշտ եմ հիշում։ Էլ ասելու բան չկա, ես թվում է, ավելացել ինչ։ Որևիցե հայամետ, որևիցե պետականամետ գործունեություն, ես մասնակցությամբ քաղաքագետ եմ, չեմ նկատել։ 7 տարի մեջ հակառակը։ Բոլոր մեր սենց ասեմ վատ կանխատեսումները եղավ ու դեռ էլ շարունակում է լինել։ Խփան թուրքեր Նիկոլ Փաշինյանը մեծ համար գոյություն չունի։ Ինքը մահկանացու էլ չի։ Ես իրեն երտնային կյանք, երբի կյանքումս չեմ не пожелаю։ Երտնային կյանք էլ չեմ ցանկանում։ Ինքը պիտի տառապանքների մեջ ամբողջ կյանքը անցկացնի։ Ափսոս է իրան երտնային կյանք։ Ժողովուրդը վերավլցրեց ստը։ Ինչ է պահանջում։ Ինքը ով է որ Արցախը։ Ինքը ով է բայց Արցախը պահանջում։ Մեր ապրոսն է պահանջում։ Ինչի համար աստորակ։ Մեր հողն է պահանջում։ Ինչ
Ոչ եք մոռացել Ժորժ ջան սրանց մասին։ Մենք մասամբ նաև մենք մեր ակտիվ պասիվությամբ հանդուրժելով այս ամեն ինչը նպաստեցինք նրան, որ մեր հայրենակիցները տնազրկվեն։ Ես ոչ մի պատասխանատվություն իմ ու ձեր վրայից չեմ ուզում վերցնել։ Ոչ մի չեմ ուզում, որ մեկս մի օր հանգիստ քնի, որ ինքը ամեն ինչ արել է, որ էսի չլիներ։ Չէ։ Ես չեմ ուզում, որ մենք ինքնախարանենք մենք հիմա, հա, բայց ուզում եմ մտածենք մի բան, անընդհատ ինչ անել այս փաստորները լուծելու համար։ Մենք կարող ենք, իրոք կարող ենք, բոլոր մանավանդ հիմա այս պատմական իրավիճակում շքեղ իրավիճակ է, փոխվում է ամեն ինչ ու շատ արագ։ Խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների ձեռքում է, չես բառացի թարգմանեցի ռուսերենից։ Բայց հայերեն տարբերակներ անշուշտ կլինեն նույնպես, չեմ ուզում դրա մեջ շատ խորանալ։ Նույնպես վերադառնանք այն ամենասկզբին ինչից, որ մենք սկսեցինք խոսակցությունը։ Լավ ու վատ դասատուի մասին։ Մենք որպես ընդունակ ուսանողներ, ընդունակ մարդիկ պետք է կարողանանք ուղղակի հասկանալ, որ չկան կրկնակի ստանդարտներ, չեն կարող աչքեր բացեն, չկան հատուկ օրենքներ, որը մեկի համար են աշխատում, մյուսի համար չեն աշխատում, կարելի է չաշխատել, եւ չկա տեղ, որտեղ սակարկվում են ազգային ու բարոյական արժեքները։ Հենց այս ֆորմուլաները մենք sense վերենք, սիրուն դնենք ամենօրվա մեր գործողությունների մեջ, կտեսնենք մեզանից ոնց են փախնում շան նման են մարդիկ, որոնք ուզում են սակարկել սրա համար։ Այս ամեն ինչը մենք դառնում ենք այն փոքրիկ լույսերը, փոքրիկ, որ իրանց ներկայությամբ ցանկացած խավարի մեջ սկսում են լույս տալ, ցանկացած խավարի մեջ, խավարի դեմ պայքարելու միակ ձևը դա մեր փոքրիկ լույս վառելն է։ Այ հենց մենք սկսեցինք այս ամեն ինչը կիրառել, մենք դառնում ենք այդ փոքրիկ լույսերը այդ խավարի մեջ, եւ այդ ինչքան շատ լինեն այդ փոքրիկ լույսերը, մանր դիոդները, հա, այնքան այդ խավարի մեջ լույսի գերակշռությունը ավելի շատ կլինի։ Այ սա ուղիղ բանաձև է, այլ բան չկա։ Խավարը հզոր է, խավարը շատ է, խավարը սնվում է այլ խավարով, իսկ մենք պետք է դրա դեմ պայքարելու փոխարեն մենք ինքնես դառնանք լույս, չթողենք, որ որևէ կերպ մեր շուրջ սակարկվի այն ինչի մասին մենք խոսեցինք։ Բագրատը լավն է, թե լավը չի, օրենքը իր համար է պետք է աշխատի։